շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել եք կամ ավանդույթի համաձայն մենք ամեն 3 շաբթի այս ժամին ուղիղ եթերում ենք Տիկին Զորաբյան ամեն երկու շաբթի բարև ձեզ Տիկին Զորաբյան շնորհակալություն հրավերն ընդունելու համար մենք պարոն Նահապետյանի հետ 1 ժամից ավել խոսում ենք վաղաշաբաթում կայացած ընտրությունների մասին մի քանի կարևոր բան արձանագրեցինք մասնավորապես այն որ այսպես կարկառուն ընդդիմադիր դեմքեր իրենց չմասնակցեցին կամ առաջին պլանում չէին այնուամենայնիվ ընդդիմությունը ունեցավ ընտրողների 36.45% Սա արձանագրեցինք այն, որ պարոն Նահապետյանի դիտարկումն է, որ 2 անց առնվազն ապագայում պիտի դատվի այս ընտրությունների համար, հեծի գիտեք, որ հեծի ղեկավարը, այսպես ասած ժամանակավոր, որ հիմա նշանակել են Ռոմանոսը պիտի դատվի, որովհետև ինչպես մնացած ընտրություններում ուրեմն հոսանքա զրկվեց, հայտնի չի, թե այդ ընթացքում ինչ են արել Գյումրիում, վստահ եմ, որ եթե դա չլիներ 36.5%-ի փոխարեն կարող է լինել 40-45% ձայներ եւ երկրորդ որ ցուցակներին դուք տեսաք որ մի քանիսը աղմուկ բարձրացրեցին մահացած մարդկանց անուններ կար այնտեղ մարդիկ որ բացակայում էին Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի քաղաքացիության քաղաքացիները բայց իրենց անունները կար այդ կինը համարձակություն ունեցավ բարձրաձայնեց եղան մարդիկ որ բարձրաձայնեցին բայց կան նաեւ այլն ինչ ձեր կարծիքով ինչ ունեցաք մեկ այս ընտրություններում խնդրեմ եկեք դիտարկենք մի քանի ասպեկտ նախ չեմ հասկանում ինչի վրա եք տենց ուրախացել, ինչ որ սալյուտներ եք խփում, բան ոնց որ Թուրքին եք հաղթել, ինչ եք արել, Արցախն եք վերադարձրել, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներն են դուրս եկել, մի հատ հրճվանք, մի հատ սալյուտներ, մի հատ ես չգիտեմ ինչեր, ՔՊ-ն նենց է տոնում չակերտավոր իրանց հաղթանակը վաղարշապատում կարծես թե Արցախը վերադարձրել իրականում ինչա տեղի ունեցել այո շատ վատ է սիրելի էջմիածինցիներ վաղարշապատ խոշորացված համայնքի եւ հարակից գյուղերի բնակիչներ շատ վատ է որ ընտրական մասնակցությունը եղել է ընդամենը 46% որովհետեւ մենք մշտապես ասում էինք ապահովեք բարձր մասնակցություն որովհետեւ բարձր մասնակցության դեպքում մենք այսօր բոլորովին այլ թվեր կունենայինք եւ բոլորովին այլ իրավիճակ կունենայինք ես կրկնում եմ եւ ասում եմ բոլոր անտարբերները նրանք ովքեր տանը նստած ասում են ես հավես չունեմ ընտրական տեղամաս գնալու բայց եւ կամ ովքեր տանը նստած ասում են մեկա իմ քվեով ոչինչ չի փոխվելու մեկա կամ թող ես չգնամ իմ հարևան Վալոդը գնան դուք հանցակից եք այն ամենի ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում ինչ երեք տեղի է ունեցել Հայաստանում եւ Արցախի հետ եւ դուք հանցակիցն եք այն ամենի ինչ վաղը տեղի է ունենալու Հայաստանում կրկնում եմ եթե մասնակցությունը լիներ 70 եւ ավելի տոկոս հավատացնում եմ ձեզ այսօր մենք վաղարշապատ խոշորացված համայնքում ՔՊ-ի հաղթանակը ՔՊ-ի սալյուտները չէինք տեսնի եւ այդ ձևակերպումը դե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում դա ստահակի, դա դահիճի, դա դավաճանի մտածելակերպ է, որովհետև սա քաղաքականության հարց չի, սա հայրենիք ունենալու կամ հայրենիք չունենալու հարց է, սա հայրենիքը Թուրքին հանձնելու կամ Հայաստանի պետականությունը հայի ձեռքերում պահելու հարց է։ Այս մասով ես լսում էի ձայն տվողներին նաև։ Այո, հա Եվ ձայն տվողները գիտեք ես ասել եմ եւ ես պնդում եմ մեր հասարակության մեջ մենք պիտի ունենանք այդքան խիզախություն մենք պիտի չքծնենք հասարակությանը մենք պիտի ունենանք այդքան արժանապատվություն ասելու որ մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ որը հիմա այդ է Տիկին Թովմասյան եկեք մենք ես անընդհատ ուզում եմ որ մենք Նիկոլ ընտրողներին հանգիստ թողնենք ես հասկանում եմ որ դա շատ լուրջ խնդիր է ես ինքս ամեն առավոտ ես անկեղծ պիտի խոստովանեմ ես ամեն առավոտ ինքս ինձ հետ աշխատում եմ որ այդ մարդկանց հանդեպ իմ արգահատանքը իմ մարդկային նողկանքը կարողանամ հաղթահարել դա դժվար է դա շատ դժվար է հաղթահարել այն սեգմենտի հանդեպ քո նողկանքը որը նայում է քո աչքերի մեջ եւ ասում է Արցախը հանձնել են նախկինները դա շատ ծանր բան է բայց մենք պիտի հասկանանք որ այդ մարդիկ էլ ցավոք սրտի ընտրական օրենսգրքով ընտրելու իրավունք ունեն ես իրենց մասին չեմ խոսում ես խոսում եմ այն
44%-ի մասին, որը նստեց տանը եւ 3 չգնաց ընտրական տեղամաս, դրանով ինքը ապահովեց տանը նստած դու եւս քվեարկել ես ՔՊ-ի եւ Արգիշտի Մեխակյանի օգտին։ Ես չեմ ուզում խոսել Արգիշտի Մեխակյանից, ասում են դու քո հոր գերեզմանը էս արեցիր, այն արեցիր, այդ մարդն ասում է ես եմ արել եմ, լավ եմ արել։ Եկեք իրանց Նիկոլի, այո, սեգմենտին թողենք հագնիս։ Կրկնում եմ, 44% ընտրական իրավունք ունեցող, որ 3 վաղարշապատում չգնացիր, դու նույնպես ընտրել ես Նիկոլ, դու նույնպես ընտրել ես։ Չէ, բայց ասենք նաև ովքեր որ գնացին նրանք ով են, ինչ արեցին։ Դե հասկանալի է, նրանք կարող է հրշալ իրանց արևին նստած ինչ-որ բան են, ինչն են տոնում։ Օրինակ այսօր այդ 40 քան իրար որ շնորհավորում են, ինչ են անում, ասում են շնորհավորում են դուռը բացել ես, որ գան մեզ մորթել։ Իրանք տոնում են վաղը չեմ իսօրը, երբ որ Ալիևը, հիշում եք ինչ ասեց Ալիևը, ասեց ես Էրիվան, իդեպ Էրիվան, ավելին հիշեցնեմ, որ Ալիևը այս վերջերս շատ է սկսել ցիտել դեռևս 2013 թվականին իր մի ասածը, որ Էրիվանը դա ադրբեջանական քաղաք է, որը 1918 թվականին նենգաբար Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հանձնել է Հայաստանին, եւ ինչ են անելու երեք վաղարշապատում Արգիշտի Մեխակյան ընտրածները, որ Ալիևը հայտարարեց ես Էրիվան մտնելու եմ ոչ թե տանկերով, այլ գալու եմ մեքենայով, դուք կանգնելու եք ընդհանրեն այդ մեքենայի դուռը բացելու եք կամ բան Ալիևի եւ Մեհրիբանի նկարներով դուք էդ եք արել, դուք քվեարկել եք հանուն նրա, որ Ալիևը մտնի Էրիվան։ Իրանց հոգեոր առաջնորդը ինչ է ասել վաղարշապատի մասին, եւ դուք քվեարկել եք հանուն նրա, դուք քվեարկել եք հանուն նրա, այն ինչ որ ասեց Ալաշուքյուր Փաշազադեն, Ադրբեջանի հոգեոր առաջնորդը, որ հայ առաքելական եկեղեցին դա տարածաշրջանի վտանգ է, մենք ամեն ինչ պիտի անենք, երբ որ չլինի այլևս Հայաստան, այսինքն ըստ էության բացահայտել է թյուրքական մեծ պանթուրքիստական ծրագիրը, որ մեր նպատակը Հայաստան չլինելն է, մենք ամեն ինչ պիտի անենք, որ հայ առաքելական եկեղեցին չկարողանա մնալ Վատիկանի նման, որպես եկեղեցի պետություն եւ պատահական չի, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ըստ էության իր հերթական լայվով ազդարարեց, որ ինքը ստացավ այս ընտրությամբ հերթական ուժը գրոհելու մայր աթոռի վրա։ Հիմա եթե մենք սա ենք թույլ տալու, եթե մենք թույլ ենք տալու, որ մեր հավատը կող կրտեն, ինչ ասեմ Ալաշուքյուր Փաշազադեները իրենց հոգեվզավակներով, երևի մենք արդեն պիտի մտածենք, որ մենք որպես ազգ, որպես պետություն, արժանապատվություն չունեցող ժողովուրդ իրավունք ունեն, գոյություն ունենալու, թե չէ, բայց Տիկին Թովմասյան, դուք լսում էի ձեզ շատ հանգամանալից դրան անդրադարձել եք, քանի որ ես որևէ ցուցակ խցկվելու խնդիր չունեմ, ես մանդատ պրճոկելու խնդիր չունեմ, ես 15 տարի եղել եմ ազգային ժողովի падգամավոր, եղել եմ հանձնաժողովի նախագահ եւ մանդատ պրճոկելու խնդիր չունեմ, ես բաց հրապարակային խոսելու եմ նաեւ ընդդիմության խնդիրների մասին։ Շատ լավ, ես էլ եմ ուզում որ դուք անպայման խոսեք, բայց հիմա որ ինքը հայտարարել է գնալու եմ հայ առաքելական եկեղեցու վրա, մի դիտարկում կարող եք համաձայնել, կարող եք ոչ։ Հիմա 36.5% այսօր ընդդիմությունը այս վիճակում ունի։ Այսինքն սա առաջին արձանագրում ենք, որ հայ առաքելական եկեղեցին առնվազն այսքան մարդկանցով պաշտպանված է, պաշտպանություն է։ Մենք տեսանք այս պայքարում Ռուբեն Վարդանյանի թիմին։ Ոչ, չեն մտել։ Չեն մտել։ Այս պայքարի մեջ մտել է մեր ձևով Սամվել Կարապետյանը մտել է, չի մտել։ Գագիկ Ծառուկյանը մտել է, չի մտել։ Իրա դեմքով, պարզ է, որ այս ձայների մեծ մասը տվել են Ռոբերտ Քոչարյանին, բայց իրա դեմքով չի մտել, նշանակում է 36 ու քանի տոկոսի, իսկ այդ երկու անձինք Ռոբերտ Քոչարյանի հետ են, չէ՞, ճանապարհ անցել եւ դիտարկվում են եւ Անդրանիկ Թևանյանի ուժը եւ Սևակի։ Սևակը գիտեք որ իրենց հետ է հանրապետական էր եւ նույն հանրապետականը Հանրապետական կուսակցությունը ամենակայացած կուսակցություններից մեկը, քիչ առաջ ասեցի, իրական միս ու արյուն ունեցող քաղաքական գործիչներից կազմված ուժ, այդպես է թե այդպես չի մտել այդ պայքարի մեջ։ Հիմա եւ այսպես եւ Գագիկ Ծառուկյանը չի մտել, իր դեմքով Ռոբերտ Քոչարյանը չի մտել։ Հիմա եթե հանկարծ ինքը համարձակվի գնա հայ առաքելական եկեղեցու վրա, պարզ չի որ այս բոլորը պիտի պաշտպանեն հայ առաքելական եկեղեցին։ Լինելու են, չէ՞, բոլորը հայ առաքելական եկեղեցի, այնպես որ ինքը տենց իր համար
որոշել է որ դի հայ առաքելական եկեղեցու վրա գնա ոնց դե ես իրեն լավ եմ ճանաչում չէ հիմա լավ է ինքը ասում է հոկտեմբերին էլ էր գնում ինչ եղավ միևնույնն է գնալու է բայց գնաց ինքը հոկտեմբերին ավելի քան վստահ եմ որ չի կարողանալու ինքը իր աղոթքի նախաճաշը ինչ եղավ տիկին իր դեմ շուռ եկավ չի կարողանալու հաղթել ինքը հայ առաքելական եկեղեցուն իր 1700-ամյա եթե անգամ զավթի էլ հիմա մեկը չես կարողանալու պատմություն մի քիչ ամյա պատմության մեջ հայ առաքելական եկեղեցին այսպիսի պերսոնաժներ չէ որ տեսել է եւ որևէ մեկը չի կարողացել հաղթել հայ առաքելական եկեղեցուն բնականաբար ինքն էլ չի կարողանալու ինչքան էլ ինչպես վերջերս Լևոն Զուրաբյանը մի բան բացահայտեց ինքը դեռ շատ վաղուց էր իրան դրել Քրիստոսի հետ եւ երբ Քրիստոսի տեղ եւ երբ որ Լևոն Զուրաբյանն հրավիրել էր իրենց տուն իր ձեռքով խորոված էր արել ասեց հիմա ինչպես ժամանակին Քրիստոսը իր ձեռքով լված իր աշակերտների ոտքերը ես իմ ձեռքով այս խորովածը ձեզ կհյուրասիրեմ սա հիմա այո ես շոկի մեջ էի երբ որ լսեցի Լևոն Զուրաբյանին բայց ես ուզում եմ շարունակել ինչ արեց ընդդիմությունը այս ընտրուն ես խնդրում եմ ուշադիր որովհետեւ այս ընտրությունը նաեւ կարեւոր էր նրա համար որ հետեւություններ անել եւ երեսպաշտությամբ չզբաղվենք ամեն ինչ պարզ եւ բաց խոսենք ինչ է տեղի ունենում ես գործիչ եմ ինձ շատ են հարցնում բա որոշել եք բա մասնակցելու եք բա որ քաղաքական թիմի հետ եք գնալու ես անպարկեշտ եմ համարում այսօր երբ որ զոհասեղանին դրված է որ ամեն օր կարող է Հայաստանի Հանրապետություն չլինել որովհետև լսեցինք չէ 2 օր առաջ Արմկոմեդիի տղաներին որոնց կարծում եմ դեռ կանդրադառնանք տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը ինչ ասեց մենք 110 կիլոմետր գտնվում ենք Ադրբեջանի հողում այսինքն հələ 110 կիլոմետր Ադրբեջանին տալիք ունենք եւ վերադարձնելու ենք ավելին ԱԳՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարեց, որ հաջորդ քայլը Տավուշի ինքը ասեց Ղազախի 3 գյուղերը եւ Քյարքին Տիգրանաշենը վերադարձնելը նշանակում է Ադրբեջանին բերել, կանգնեցնել Երևանի վրա։ Հասկանում եք, այս ֆոնին քննարկել, ես անպարկեշտ եմ համարում այս ֆոնին քննարկել, վայ ես մանդատ կունենամ, թե չեմ ունենա, որ քաղաքական ուժի ցուցակում խցկվել, եւ քանի որ ես նման օրակարգ չունեմ, ես հիմա բաց խոսելու եմ նաեւ այն խնդիրների մասին, որ ունի այսօր մեր ընդդիմությունը 2 ամիս առաջ, երբ որ Քարոզ Արշավը չէր մեկնարկել, ես եւ Տիկին Թովմասյանը մեր շատ սիրելի ընկերոջը Խաչիկ Մանուկյանին հարցրեցինք, Խաչիկ ջան քո PR-ով ով է զբաղվում Խաչիկ Մանուկյանը տվեց պանելային քննարկում անցկացնող գուրուների ովքեր իրանց դրել են մեծ չգիտեմ ինչի տեղ ովքեր կերել են Օսկանյանի գլուխ որպես քաղաքական բաներ են որպես քաղաքական իրանց PR-ն են արել տապալել են Բակրատ Սրբազանի անընդհատ հիմա պարոն Վանեցյան որ այդ պանելային քննարկում կազմակերպող գուրուներին եւ գուրուհիներին ես բառը հումորով եմ ասում որտեվ գուրուի իքականը կարծես թե չկա տանում եք մենք Խաչիկին ասեցինք ես եւ Տիկին Թովմասյանը Խաչիկ ջան եթե այդ մարդիկ են հա որոնք երբ որ հունիսի 12-ին ռումբ կիրառվեց լուսաձայնային ցուցարարների հանդեպ ակադեմիայի հետևը փախկված կանգնած էին որոնք ոչ մի անգամ կռվի առաջնագծում չեն եղել բայց պանելային քննարկումներ են կազմակերպել անկապ խոսացել են հայտնի ճշմարտություններից իրանց պայքարը իրանց Facebook-յան էջից են կողմ չի անցել որտեղ վիդզիցիլի իրան 21-րդ դարի հայ ազգի խոշորագույն փորձագիտական ներուժն են որոնք ոչ մի կռվի առաջնագծում չեն եղել բայց կարան բոլորին խորհուրդներ տան Իդեպ ես անձամբ նաև զգուշացրել էի Բագրատ Սրբազանին որ այս անձինք թյուրիմացություն են եւ տանելու են ձախողման մի լսեք ես PR-շիկ չգիտեմ ինչերին եւ այդ նույն մարդիկ չհասկացա ոնց հայտնվեցին պարոն Վանեցյանի կողքը եւ Խաչիկ Մանուկյանի PR-ով էին զբաղ այն էլ Խաչիկ Մանուկյանը որ ինքը տեղով էներգետիկա եւ այդ կերպարից կոնկրետ մենք եւ ես եւ Տիկին Թովմասյանը Խաչիկին ասել ենք չես ունենալու հաջողություն որովհետեւ քո PR-ով զբաղվում են
պանելային Փոխանակ ուրեմն այդ հարուստ կերպարը ավելի հարստացնեին եւ ճիշտ տարանցրեցին գալստուկի տակ լղոզեցին բրծացրեցին որովհետեւ վիդիտիլի իրանք էմոցիոնալ խոսք էմոցիոնալ սլենգ էմոցիոնալ բառապաշար չեն ընդունում ես չգիտեմ ես մի բան գիտեմ երբ որ ինչ որ մեկին հրավիրում են ինչ որ մի պատասխանատվություն ստանձնելու պարոն Վանեցյան նայում են այդ մարդկանց այն success story-ները, հաջողության պատմությունները, այդ մարդիկ հաջողության պատմություն ունեցել են, թե ինչի կպել են կամում կպել են, տապալել են, սա մեկ, սա պարզապես մեր ընկեր Խաչիկի մասով, ինչ մենք իրան 2 ամիս ասել ենք, իմանալով, թե ովքեր են զբաղվում նրա PR-ով եւ նրա քարոզչությամբ, այդ պանելային ես կխնդրեի նաեւ խոսեք այն մարդկանց մասին, այդ նույն գալստուկավորները, որ բան ինչ որ խորհուրդներ են տալիս կամ անընդհատ խոսում են նրա մասին, որ պետք է ինչ որ հանրապետական կուսակցությունը ակտիվ չլինի, այդ հաղթած նախագահները հանկարծ չգան առաջին պլան, չգիտեմ ինչ, բայց Մասիսի քաղաքապետը որ կուսակցությունից էր որ այդտենց հաղթում էր ուրեմն ես ձեզ հավատացնում եմ այն որ ասում են դե Աշոտյանը չխոսա, Շարմազանը Վեդիկը չխոսա, իրանք հանկարծ չգան առաջի գից, այդ մարդիկ հատուկ են ասում։ Այսինքն ոչ մի կայացած քաղաքական գործից չխոսա։ Նաիրա Զորաբյանը բանը չլինի, չխոսա, էլի, ասենք քաղաքական դեպքերը այն գյադաներին, չգիտեմ որտեղից են լակոտներին գտնեք, այդ լակոտներով ինչ որ ցույց որտեղից են գտնում դրանց, այն մեր ձևովը գտել է ինչ որ անկա, որտեղից են գտնում։ Մեր ձևովին, հա, ես չէի ուզում անդրադառնայի, բայց Պետք չի անդրադառնալ, ես բարեկամաբար եմ ասում։ Բարեկամաբար եմ ասում, եթե դուք շարունակեք այս ոգով, ձեր կողքը հավաքելով իբր ձեզ դիկցիայի դասեր տվողների, որոնց վրա մենք երբ որ ուզում ենք ղժալ, միացնում ենք իրանց ձայնը եւ ղժում ենք, դուք ունենալու եք ցավոք սրտի նույն անփառունակ վախճանը։ Ես սա ասում եմ իսկապես ցավով, թույլ մի տվեք, որ տարբեր չստացված անհաջողակներ, ովքեր կարողանում են թույն փորձագետների անվան տակ այս 20 տարի մնալ ջրի երեսում, ձեր շարժումը եւս ապականեն նավթալին, հին, ոչ կրեատիվ, ձանձրալի եւ դանդալոշ մարդիկ, դանդալոշ, ովքեր խոսում են, զգում ես, որ ինքը տեղով էներգետիկա չունի, իրա մեջ չկա կյանք, զգում ես, որ ինքը fake է, ծերից ծեր fake է։ Շատ է, բայց եկեք հաջողության մասին, եկեք ասենք, որ լավ է, նոր ձևավորված կուսակցություն Մայր Հայաստանը, այն ամենանիվ կարողացավ, հա, 5% շեմը հաղթարել, ինչու, որովհետև աշխատեցին, դուր աշխատեցին այս մարդիկ, եւ բայետ որ ես ասում եմ, որ պիտի գնալ, պիտի ոչ թե հիմա նայում եմ, ինչ որ մի հատված ժողովրդին էջմիածնի, ասելա դուք էջմիածին չի չեք, դուք էշմիածին եք, մի վիրավորեք ժողովրդին, ժողովրդի հետ աշխատեք, նույնիսկ այն ամենան հասկացողի հետ պետք է աշխատել, տուն գնացեք, բացատրեք, իսկ մեր ընդդիմադիրներից շատերը այսպես հա։ Չէ, Սևակն էլ Խաչատրյան, այդպես, տեսեք, հո չեք կարող ասել, չգիտեմ ինչ ռեսուրս ուներ Սևակ Խաչատրյանը, չգիտեմ ինչ, մարդը աշխատել էր, գիտեին այդ քաղաքում եւ կարողացելով Վարշապատի թեման Տիկին Թովմասյան, մենք ասում ենք հուսահատվելու կարիք չկա, այստեղ հուսահատություն չկա, դուք էլ ձեր սայլուտները մի քիչ խփեք, Թուրքին չեք հաղթել եւ Արցախը չեք վերադարձրել քաղաքացիական պայմանագիր, գալիս ենք մեկ եզրակացության, եթե ընդդիմությունը իր այդ ստորջերյա տակ փորելը թարգի, եթե ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական օրակարգով եւ մեկ միասնական ճակատով, եթե այսպես կոչված քաղաքական PR-ի դաշտից մաքրեն պանելային քննարկում կազմակերպող գյադեքին եւ աղջկեքին, ովքեր մշտապես այս առնվազն վերջի 20 թվից այս կողմ եւ բոլոր շարժումները պրավալ են տվել, ես ավելի քան վստահ եմ, որ հաջողություն լինելու է եւ եթե որևէ մեկը չասի Աշոտյանը թո չխոսա, Շարմազանովը թո չխոսա, այսինչը չխոսա, դրա փոխարեն հարթակ տրամադրեք, ինչ որ իբր անծանոթ մարդիկ խոսան, ովքեր դեռևս քաղաքականության մեջ չկան եւ ինչքան կարիերիստ լակոտ կա, որոնց
որոնց տեսել ենք ԲՀԿ-ում, տեսել ենք ՀՀԿ-ում, տեսել ենք ՕԵԿ-ում, որ տեսել ենք Քոչարյանի թիմում, հիմա էլ Նարեկ Կարապետյան ջան, այդ կարիերիստ գյադեքին տեսնում եմ ձեզ մոտ։ Դա շատ վատ եւ կործանարար ճանապարհ է։ Երկու նախագահները խոսեցին, եթե այդպես իրենցից ուժ չեն ներկայացնում, ընկնավորված մենակ մարդա ձերբակալում, մեր գործընկերներին տարավ, Նարեկի Սամսոնյանին տարավ, ժուրնալիստների միության վրա է հարձակվել, չգիտեմ ինչ է անում, եթե ինքը այդպես անտարբեր է եւ չգիտի, որ իրենցից ուժ են ներկայացնում նախկին նախագահներին, չի այտենց, ավելին ազգային ժողովը հայտարարեց, որ չպետք է լինեն, այսինքն ինքը տեսնում է, չէ՞ որ վախեն, կամ որ դուք ասում եք երկրորդ նախագահը ընդհակառակ պիտի շատ ավելի ակտիվ լինի, այդ մարդը թիմ ձևավորի, շատ ակտիվ աշխատեն։ Այդ 300 քանի հազար ձայն հավաքած մարդուն ասում են թող չերևա, թող չպայքարի, թող ինքն էլ պայքարի, թող Սամվել Կարապետյանը ամենաառաջին պլանում լինի, Ռուբեն Վարդանյանի թիմը շատ ավելի ակտիվ լինի։ Ո՞վ է, թող Վանեցյանի թիմը շատ ավելի ակտիվ լինի, ով ասում որ չլինի։ Եվ հիմա, քանի որ մենք տեսանք, թե մի քանի օր առաջ ինչպես sense հատուկ ստորացնելով, իդեպ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը հանգիստ դուրս էին եկել եւ նստում էին դիմակավոր ԱԱԾ-ականների ուղեկցությամբ, նստում էին մեքենան, չէ, բայց իրանց թատրոն է պետք, իրանց տեսարան է պետք։ Ես որպես ուրեմն իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող քաղաքական գործիչ արդեն ահազանգել եմ միջազգային բոլոր կառույցներին, որ սա բեսպրեդել է, սա խայտարակություն է, ավելին իմ աչքի առաջ ես իմնիմնի գրասենյակի դիմացեի, երբ որ արգրավեցին ամբողջ տեխնիկան, խմբագրակազմի սա ըստ էության լրատվամիջոցի գործունեության կասեցում է, բայց ասում է աշխարհը բարի մարդկանց պակաս չունի, մեկ տեսանք, որ անմիջապես ուրեմն անհրաժեշտ տեխնիկա հասցվեց իմնիմնի գրասենյակ եւ հաղորդումները շարունակվում են, բայց ես կրկնում եմ, նորից դիմում եմ Եվրոյոնջաներին, այս ինչի ձեն չեք անում Եվրոյոնջաներ, մարդկանց խոսքի համար, այն խոսքի, որից ավելի վատ խոսք ես լսել եմ, օրինակ ԿՊԱ-ական падգամավորի շուրթերից, ով պատրաստ էր իր ընդդիմախոսների ականջը կտրել, մեկը պատրաստ էր գլուխ ջարդել, նույն Նիկոլ Փաշինյանը ինչ լեքսիկոն ասես օգտագործում է, բա եթե արդարեք, բա օրինակ Արտուր Հովհաննիսյանը, ով Թագուհի Թոմասյանին ուղարկում էր սեռավարակի թեստ հանձնելու, ինչի մանդատից զրկված չի եւ ինչի նրա դեմ քրեական գործ հարուցված չի, բա միջազգային հանրություն նախկին իշխանության ժամանակ որևէ ընդդիմադիրի, չգիտեմ, չոլկան ծրվում է վազելով, ուրեմն մի 5 հատ հայտարարություն էի կանում, հիմա հասկանում եք, որ հիմա դնենք Հիմա հասկանում եք, որ այո, ձեր ուրեմն իրական ձեր հայտարարությունները խոսքի ազատության, մամուլի ազատության մասին ֆեյք եք, ես ինչ արշավ եք սկսել ժուրնալիստների միության դեմ, հակակոռուպցիոն կոմիտե, ես ինչքան գիտեմ, այդ ինչ որ տրվել է վարձակալության, տրվել է նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանի ժամանակ եւ Սաթիկ Սերյանյանը մեռավ դատարանների դռները ընկնելով, որպեսզի հասկանա Տիկին Գևորգյան, այդում գույքն է կտենց տվել, ըստ օթում կախված լուրերի օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան, այո, թող լինի դատ եւ հասկանանք Այդ ոնց ա եղել, այդ ինչ եք տվել Տիկին Գևորգյան, ոնց եք տվել, հիշեցիք այն օրը, երբ որ Սերժ Սարգսյանը խոսեց։ Եվ այդ օրը հիշեցիք, դրանից բացի Սաթիկ Սերանյանը դրեց թուրքական շատ մեծ լսարան ունեցող Օդա TV-ի հրապարակումը, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին խոստացել է Հայաստանում 8 մզկիթ բացել։ Բա մի հատ բողոք ներկայացնեիք թուրքական այդ լրատվամիջոցին։ Սաթիկ Սերյանյանը տեղադրել այդ էլ պատի տակից դուրս եկած լրատվամիջոց չէր է։ Բավականաչափ մեծ լսարան ունեցող թուրքական Օդա TV-ների վերջո, եթե դուք համաձայնել եք, որ 300,000 ադրբեջանցի է գալու, բա լեգիտիմ է, չէ՞, որ այս մասի Ալենա ասում է Սևանը իմն է, դու դրա դեմ բան չես ասում։ Այս մարդը գալիս է այստեղ բան կառուցի, հետո գժվում ընկնավորվում է։ Այդ ոնց հասկանալ։ Եվ ի վերջո, եթե դուք ասում եք, որ այո, 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան, բնական է, որ գալու հաջորդ օրը իրանք լեգիտիմ պահանջ են դնելու, որ մենք մեր աղոթատեղիները պետք է ունենանք ու ոչ թե 8 մզկիթ եք կառուցելու, այլ 8 անգամ 80 մզկիթ եք կառուցելու։ Դուք ընդ որում ձեզ են ասելու կառուցել, իհարկե ձեզ են ասելու, իրանց փողերով չեն կառուցելու, որտեղ իրանք դառնալու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
Մի հատ այդ որ ասեցիք, մի դրվագ գիտեմ ձեր մի արդերան չի, լսենք էլի, թե որ ասում եք ինչ էր ասում։ Եք վերեք ուզում եք իջեք ցած։ Այդ դասալիքներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Լսում եք։ Այդ վախկոտ փախածներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է հերիկան ներվերներից հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ ձեզ հետ կբանավիճեք։ Ինչ գործում եք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվել, սաղիկ պտի տանեմ լսեք ահացայի պատվալը։ Տեսարաններ, լարվածություն, և կտամ պատերով, կլսնեմ պատերին, կլսնեմ ահացայի պատվարները, Ալեն Սիմոնյան, օքեյ է, ինչքան գիտեմ դուք եք չէ տղաներին կալանավորելու, այն տղաներին ում ասել եք շան լակոտներ, իդեպ դուք եք առաջինը ասել շան լակոտներ, այո, շան լակոտներ եք ասել և իրանք արձագանքել են, ես կրկնում եմ, ես գտնում եմ, որ հայհոյանք մեր բառամթերքում եթերային չպիտի լինի, դա միանշանակ է, դա անքննել է, բայց ով ա բերել այդ հայհոյանքը, կարող է հիշեցնեք ԿՊԵ-ականներ 18 թվականից ով է երկիրը նստեցրել հասարակության օրգանիզմին ներարկել անեծքը, հայհոյանքը, թշնամանքը, ով է ընտանիքներին բաժանել։ Այսօր չկա ընտանիք, որտեղ չլինի նիկոլական եւ ոչ նիկոլական, հասկանում եք, սա ինչ աղետ է։ Մենք ճանապարհ չունենք, մինչեւ մենք չկարողանանք մեր երկրի ներսում ներքին հանդուրժողականության հաստատել եւ միմյանց հանդեպ այս թշնամանքը հաղթահարել, բայց ես ուզում եմ վերադառնանք մենք շատ մի կարևոր խնդրի, որտեղ այստեղ ես շատ կարևոր ասելիք ունեմ, ինչպես եւ այս եթերից 1 ամիս առաջ ես զգուշացնում էի, որ հոկտեմբեր ամսին հրապարակվելու են արդեն եւ շատ արագացված տեմպով է Բաքուն ավարտին հասցնում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի դատավարությունը, մենք տեսանք, որ հրապարակվեց բոլորի դատավճիռները, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, որի դատավճիռը կհրապարակվի առաջիկա օրերին եւ ինչպես եւ կանխատեսելի էր, նրանց բոլորին դատապարտեցին Ադրբեջանի քրեական օրենսգրքի ամենաբարձրագույն հոդվածով ցմահ ազատազրկում, ինչում են մեղադրում եւ իդեպ բոլոր մեղադրանքները իրանք ասեցին, որ որևէ մեղադրանք չի հերքվել, իսկ մարդկանց մեղադրում են բռնեք, չուշաթափվեք, մարդկանց ստրկության ենթարկելու, ռազմական կողոպուտներ կատարելու, մարդկության դեմ ցեղասպանական հանցագործություններ կատարելու, ահաբեկչություն կազմակերպելու, տերորիստական խմբավորումներ կազմելու եւ ֆինանսավորելու, մշակութային վանդալիզմի, էկոլոգիական վանդալիզմի, ահա բոլոր այս հոդվածներով Ադրբեջանի քրեական օրենսգրքի մեղադրվում էր Արցախի քաղաքական էլիտան եւ նրանք բոլորը բացառությամբ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդեպ էլ հանկարծ չմտածեք, թե բարի են գտնվել։ Պարզապես Ադրբեջանի քրեական օրենսգրքում գրված է, որ եթե մարդը արդեն 65 տարեկան է, նրա հանդեպ ցմահ ազատազրկում չեն կիրառում եւ այդ պատճառով Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հանդեպ կիրառել են 20 տարի ազատազրկում։ Այս ֆոնին, երբ որ հրապարակվեց դատավճիռը, ուզում եմ հիշեցնել, որ մի 10-12 օր առաջ Արարատ Միրզոյանը ասեց, երբ որ դեռ չէր հրապարակվել դատավճիռները Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, հիմա չեմ ուզում փակագծեր բացել, բայց մենք Բաքվից մեր գերիների մասով լավ լուրի ենք սպասում։ Այս լուրին էիք սպասում, Արարատ Միրզոյան։ Այսինքն սպասում էիք անհամբեր, որ մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման եւ ինչպես մեղադրող դատախազներից մեկը Բաքվի հայտարարեց, եթե Ադրբեջանի քրեական օրենսգրքում պահպանված լիներ մահապատիժը, այս բոլորին
բոլոր այս մարդկանց 15-ին էլ մենք պիտի գնդակահարեինք։ Սա է լավ լուրը, մարդկանց դատապարտել ցմահ ազատազրկման եւ ավելի քան վստահ եմ, որ մի քանի օր հետո, երբ որ կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, նաեւս դատապարտվելու է ցմահ ազատազրկման, բայց ես չեմ ուզում, որ մենք հուսահատվենք, ես ուզում եմ, որ մենք միջև վերջ կռիվ տանք, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում, ուրեմն հիշում եք, չէ, դիվերսանտներ Շահբազ Գյուլիևը եւ Դիլհամ Ասկերովը, ովքեր ներխուժել էին Քարվաճարի տարածք, ովքեր սպանել էին 2 արցախցու եւ ովքեր գնդակահարել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, սպանել էին դաժանաբար, սպանել էին 17-ամյա պատանու, նրանք Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման եւ հիշում եք, Հայաստանը սենց դրանց վրա կապեց բանտիկ, մեկին էլ վիրահատեցին, ինչ որ, չգիտեմ, լեղապարկի խնդիր ուներ, թե ինչ ուներ Շահբազ Գուլիևը, մազերները սանրեցին, ատամները բուժեցին եւ գլխներին բանտիկ կապած հանձնեցին Ադրբեջանին, հանձնեցին Բաքվին, որտեղ նրանց դիմավորեցին, որպես հայր գլխատած, հայ սպանած, ազգային հերոսների եւ հիմա մենք ոչ թե պիտի մեր ձեռքերը ծալենք, ասենք դե ցմահ ազատազրկման են դատապարտել, ոչինչ անել հնարավոր չի, մենք բոլորս հասկանում ենք, որ հարցը հիմա տեղափոխվել է բացառապես եւ մշտապես էլ եղել է քաղաքական դաշտում, մենք պիտի ճանգրտենք միջազգային հանրության դռները։ Ես անձամբ շարունակելու եմ Եվրոպաներում իմ կռիվը տալ։ Այս մարդիկ 30 տարի հայկական Արցախ են պահել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրները Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա գնացել են Ստեփանակերտ եւ հանդիպել են եւ քննարկել են, քննարկումներ են ունեցել, լեգիտիմ քննարկումներ են ունեցել Արցախի քաղաքական էլիտայի հետ։ Եթե նրանք ռազմական հանցագործ են, ապա այսօր պիտի դատվի նաեւ Ռուսաստանի նախագահը, պիտի դատվի Միացյալ Նահանգների նախագահը եւ պիտի դատվի Ֆրանսիայի նախագահը, ովքեր 30 տարի լեգիտիմորեն ճանաչել են Արցախը, բանակցել են Արցախի իշխանության հետ։ Մենք չպիտի լռենք, որովհետև մեր լռությունը նշանակելու է, ինչպես Ռուբեն Վարդանյանն էր ընտանիքի միջոցով փոխանցել, չլռեք, խոսեք, ասեք, մեր լռությունը դե հենա ցմահ դատապարտել են, ոչինչ անել հնարավոր չի, հնարավոր է, ինչպես 2 դաժան մարդասպան հանցագործի Հայաստանը հանձնեց, մենք մեր հայրենակիցներին, ովքեր ոչ մի հանցագործություն չեն արել, ովքեր կարող էին Արցախը լքել, միջև վերջ մնացել են, նրանց առաջարկվել է անգամ անտառներով լքել Արցախը, ես դա գիտեմ, առաջարկվել է Բակո Սահակյանին եւ մյուսներին, բայց նրանք ասել են ոչ, միջև վերջին արցախցին հակարի կամրջով չանցնի, մենք դուրս չենք գալու։ Սա ուրեմն այս մասով եւ այստեղ մի դիտարկում կա, եթե բան չունեք ասելու, կարծեմ շատ ճիշտ է, բայց Հայկ Նահապետյանի հաղորդման տակ է պատվականն է գրել, շատ ճիշտ է, այդ քո ասածն էլ լրիվ գիտի Փաշինյանը եւ 2026 թվականին Փաշինյանը ոչ Ռոբերտ Քոչարյանին ոչ էլ Մերձեովին չի թողնի ընտրություններին մասնակցել։ Շատ ճիշտ դիտարկում, չմետավարտեմ էլի տիկին, շատ ճիշտ դիտարկում եք անում, շատ ճիշտ եք ասում, այո, բայց մենք սրա մասին ասում ենք, որ այս նույն գործիչները, այս թիմերը գիտակցեն եւ շտապեն եւ հասկանան, որ եւ հետեւություններ անեն, որ եթե դուք մտածում եք, որ միջև այս ամեն ինչը, ասենք ինքն էլ է չէ տեսնում, որ եթե այս ուժերը միավորվեն, ապա իր համար շատ վատ է լինելու։ Նիկոլը հասկանում է, հետեւաբար ինքը հայտարարեց, ինքը արդեն ազգային ժողովի բարձրամերձ ասել է, չեմ թողելու, այսինքն ձերբակալելու, այս մարդը ինչ ուզենալ ալ է, հետեւաբար պիտի հետեւություն անել եւ շտապել ու աշխատել եւ ավանակի ականջում չքնել, մտածել դե կգա կհասնի այդ ժամանակը, այսինքն պիտի եւ մեր ձևով հասկանա այդ մանկապարտեզային բաները թողնի շատ ավելի կազմակերպված, շատ ավելի արագ, շատ ավելի բան, այսպես փամփլիկ քաղաքականություն բանեցնելը թողնի, շատ ավելի ռադիկալ, շատ ավելի կոնկրետ, այս
այսօր շարունակում է այդ մարդը փակված մնալ, Սամվել Կարապետյանը շարունակում են գերինել եւ շարունակում է Հայաստանը հանձնվել։ Այնպես որ նեյնիմով չպետք է շարժվել եւ սա վերաբերվում է նաեւ երկրորդ նախագահին եւ իր թիմին, որ պիտի շատ ավելի կատեգորիկ, շատ ավելի ռադիկալ, շատ ավելի ակտիվ լինեն, այնպես որ շատ ճիշտ բան դիտարկում է իր կողմից։ Ես մնում ավելացնեմ, որ միանշանակ համաձայն եմ Տիկին Թովմասյանի հետ, Նիկոլ Փաշինյան ամեն ինչ անելու է, ումից վտանգ զգում է, ամեն անհետագույն պատճառաբանություններով պետք լինի քվեարկությունից 20 րոպե առաջ ընտրական ցուցակից հանելու է։ Ես ուզում եմ հուսալ, որ հիմնական ընդդիմադիր դաշտի խաղացողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքից ինչպես Սանդուն Մոլդովայում ուներ դաբրո չգրանցել, լցնել բերթերը անելու է, բայց դա դե հիմա գիտեք, օրինակ շատ մի հատ սև հումոր է գնում, ճիշտն ասած շատ, հա, ես կարծում եմ, որ մենք հայերս ունենք, չէ, ամենածանր իրավիճակներում անգամ հումորի զգացումը չեն կորցնում, վաղարշաբաթի ընտրություններից հետո ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը, հիմա հումոր է գնում, ասում է ընդդիմությունը պիտի շնորհակալ լինի, որ չի ընտրվել, այլապես կամ սպանելու էին, կամ կալանավորելու էին, սա այսպիսի հումորն է, սև դաժան հումոր է, բայց ցավոք սրտի հումոր է, որը շատ բնորոշ է մեր իրականությանը, այսքան։ Բայց ամենակարևոր բանը մնում է նաև այն, որ մարդիկ գնացին, չգիտեմ 40 քանի տոկոսը գնաց եւ ընտրեց, ասեց այո թուրքերին, այո Ալիևին, այո Փաշազադեին, հա, էլի նորից կրկնություն, այն որ դուք այտենց հարցակվել եք մի լրատվամիջոցի վրա, որ ինչի ա գրել պիտի մսկիթել ընդամենը փոխանցել է, բա Փաշազադեն ասում է ընդհանրապես չպիտի լինի, Հայաստան չպիտի լինի, հայ առաքելական եկեղեցի, բա բան չունես ասելու Նիկոլ։ Բա այդ քո թիմը բան չունի ասելու մի հատ, որ դուք հարցակվել եք այդ լրատվամիջոցի, որ թուրքական լրատվամիջոցին հերքում պահանջել։ Բայց պիտի խնդրեմ նորից, թեպետ ձեր խոսքում հստակ ասեցիք Տիկին Զոհրաբյան, նրանք, ովքեր որ 21 թվականին չգնացին մասնակցեցին ընտրությունների, նրանք, ովքեր որ այսօր 21 թվականին այսօր չգնացին մասնակցեցին եւ նրանք, ովքեր որ գնացին թուրքական ուժերին ԿՊ-ին, ինչեր մեխակ Արգիշտի Մեխակյանին ձայն տվեցին, խնդրում եմ ձեր խոսքը նորից եւ ավարտեք։ 21 թվականին գնացին եւ ընտրեցին այս ռեժիմը, դուք եք հանձնել Կիրանցը, դուք եք հանձնել Տավուշի բնակավայրերը, դուք եք հանձնել Սև լիճը, Իշխանասարի մի հատվածը, այո, դուք եք հանձնել, դուք եք հայաթափել Արցախը, դա միանշանակ է։ Նրանք, ովքեր վաղարշաբաթում այն 44% ասեցին մենք թքած ունեն, կամ ալարեցին, կամ հավես չունեին, կամ ինչ որ պրոտեստ արեցին, հայտնի չէ թե ում եւ ինչի եւ չգնացին, դուք եք վաղը հանձնելու Տիգրանաշենը, դուք եք վաղը հանձնելու Ղազախի ձեր տունը, դուք եք վաղը հանձնելու իրանց ասած Ղազախի 3 գյուղերը, Տավուշի բնակավայրերը եւ նրանք, ովքեր 26 թվականին մտածում են, որ դե լավ է, ես չգնամ ընտրության, որովհետեւ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես կրկնում եմ այսօր, երբ որ մենք ամեն օր կանգնած ենք երկիր կորցնելու շեմին, դավաճանի, ստահակի, ինչ ասեմ, հայրենավաճառի կարգախոսն է, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ նրանք ովքեր որ գնացին ընտրեցին Արգիշտի Մեխակյանին, ԿՊ-ին, ես կարծում եմ, որ նրանք ովքեր գնացին, նրանք վաղը այսենց համհարզի նման կանգնելու են, երբ որ Ալիևը կիչնի այ հյուսիսային Պողոտայի կենտրոնում, իրանց կանանց եւ երեխաների հետ դուռը բացելու են եւ ասելու են Փաշա ջան արի ու մեզ մորթի։ Ցավոք սրտի սա է իրականությունը, բայց ինչ ասեմ, դա ձեր ընտրությունն է։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։